Լրացուցիչ ժամանակ 11 մետրանոց հարվածաշար կարճ ասած այստեղ տրամադրվածությունը լրիվ այլ է։ Հովհաննես Կիրակոսյան։ Հարված և գոլ։ Շլացուցիչ հարվածով Սարդարապատը բացում է խաղի հաշիվը։ Վրեժ Մկրտչյան Սարդարապատի պատմության առաջին գոլը Հայաստանի գավաթի մրցաշարերում պատմական գոլ Վրեժ Մկրտչյանից եւ այսքան գեղեցիկ, այսքան զարմանահրաշ հարված, հենց նրա մասին էր խոսքը քիչ առաջ։ Վրեժ Մկրտչյանը Նոայի երկրորդ թիմից, Արարատ Արմենիայի երկրորդ թիմից հիմա արդեն ներկայացնում է Սարդարապատը եւ այս թիմում խփում է իր առաջին գոլը։ Հերվից հարվածների ռազմավարությունը տվեց, իր արդյունքը այդքան փորձեցին եւ գերազանց հարվածը նույնիսկ Դերցակյանը, որը տպավորիչ փրկությունների մի ամբողջ հավաքածու ունի, այստեղ չկարողացավ ոչինչ անել։ Ձերբազատվեց մրցակցի հսկողությունից եւ հարվածը գնդակի բարձրությունը հիասքանչ էր ամեն ինչ։ Հովհաննես Կիրակոսյանը գոլային փոխանցման հեղինակն է։ 1-0 Սարդարապատը բացել է հաշիվը։ Նշեմ, որ Սարդարապատը զգալիորեն փոխել է կազմը, ռոտացիայի դիմել եւ մի շարք առաջատար ֆուտբոլիստներ միգուցե երկրորդ կեսում մտնեն խաղադաշտ, իսկ նրանցից մի քանիսը ընդհանրապես հայտարարված չեն խաղին, մյուսը Տուգանյանից ուղիղ հարվածով։ Սերգեյ Միքայելյանի պաշտպանած դարպասը գրավեցին, իսկ Սարդարապատը Համլետ Մինասյան դարպասապային դուրս թողեցին խաղից Մինասյան եւ գոլ։ 2-0 դուբլ է ձևակերպում Վրեժ Մկրտչյանը, Համլետ Մինասյանը մտավ խաղադաշտ եւ վարկյաններ էին նրան անհրաժեշտ գոլային գործողություն իրականացնելու համար, հերթականը Սարդարապատ տեղափոխությունից հետո եւ ամենակարևորը թիմի համար երկրորդ գոլն էր։ Միկան ակտիվ էր սկսել, երկրորդ կեսը ավելի լավ էր խաղում, քան առաջինում, բայց գոլը խփում է Սարդարապատը։ Դերցակյանը հետ մղեց, հետո գնաց առաջ, ռիսկի դիմեց եւ այդ ռիսկը չարդարացվեց, դարպասն անպաշտպան էր, այնտեղ միայն մեկ պաշտպան էր մնացել։ Եվ ահա Միկան գոլ է բաց թողնում։ Համլետ Մինասյանը պահեց գնդակը դժվարությամբ, սանձեց կարելի ասել եւ կատարեց փոխանցումը։ Առաջին հարվածը խոտածածկից անդրադարձ եղավ վերջում, Դերցակյանը որոշեց հետ մղել, հետո դուրս եկավ իր տեղ, Կարապետյան փոխանցում կատարեց զաղ դեպի Մուրադյանը, հարված եւ 11 մետրանոց Ալիկ Հովհաննեսյան հարված եւ գոլ։ Եվ դեռ անում է։ Հարթվեց խաղը 2-1։ Սարդարապատը հաղթեց